Բարի երեկո ժողովուրդ ջան։ Հուսով եմ լավ եք, որովհետև մենք պետքա լավ լինենք։ Իմ ձենը լավ չի լսվում, բայց մենք գլխավոր փողոցներից մեկի վրա ենք, հեսա փորձենք մի փոքր հեռանան գլխավոր փողոցից։ Մի քիչ ավելի աջ կամ ձախ մտնենք, տուրիստներին սս նկարելով։ Գերմանացի տուրիստներին ես տպավորություններ ոնց որ ռուսական կինոներ են, սև ու սպիտակ գերմանական պատերը, հայրենական պատերազմի ժամանակ ոնց որ թշնամու բատալյոնը լիներ։ Արդեն ժամը մոտավորապես քանիսն է ժամը, 12-ը, 10-ն է, 11-ն է, ժամը 11-ն է, օրը կիրակի օրը վերջանում է, եղանակը անձրևային է, բայց ավելի շուտ ամպամած է, բայց շատ լավ, շատ մեղմ եղանակ է, ցերեկը ճիշտ ասած շատ ավելի տխուր եղանակ էր, քան հիմա։ Ֆայասի ժամանակ շատ ավելի ավելի հանգիստ, ավելի լավ է դուրս գալ։ Ֆայասը Վալենսիայի տոներից է։ Արդեն երկու հաղորդումով Ֆայաս ենք գոռում, ով գիտի։ Ֆայասի ժամանակ շատ ավելի բարենպաստ է դուրս գալ երեկոյան ժամերին, որտեվ ցերեկը երբ որ դուրս ես գալիս, քեզ ուղղակի ռմբակոծում են, բոմբակոծում են։ Ճիշտ է, բոմբակոծողներից մեկն էլ մենք ենք, բայց մենք չէ, նկատում եմ մեր երեխեքը։ Սաղ ցերեկ բոմբերով տրաքացնում ենք իրար, դուս են գալիս, մեզ են բոմբահարում։ Ու կենտրոններում մի քիչ ավելի տեսեք, sense գլխավոր փողոցների վրա ավելի հանգիստ է, բայց մենք տենում ես վերևից բալկոնից մեկը մի հատ բոմբ է գցում ու շատ մեծ բոմբ է գցում։ Ու հասկանում ես, որ քո կյանքը մի քանի տարով կրճատվեց այդ ընթացքում։ Դրա համար էլ հնարավորինս դուս են գալի ավելի ուշ նկարահանումների, իբր էդ է էլի պատճառը, բայց ես տարուկ ես իրիկուններ դուս գալ, որտեղ ցերեկները չի ստացվում։ Չգիտեմ, սովորություն է, մի բան որ սովորություն է դառնում, էլ չես կարում հետ սովորացնես քեզ։ Առաջ սովորություն էր, որ դուս էին գալիս, հիշում եք, որ ռեստորանում էի աշխատում, սովորություններ դուս էին գալիս, նկարանում էինք առավոտ շուտ։ Հիմա սովորությունա դառել մթին։ Լույսով որ դուս եմ գալիս, ոնց որ մարդկանցից ամաչ եմ ուտում, ինձ թվաց կնային ինձ, կասեն ես ինչ ես անում, մթա ոնց որ ավելի տափուկավարի ենք էլի գործում։ Մտնենք այս կողմի վրա։ Որը հիմա սովորել ենք ավելի մթին ավելի հեշտ սովորեցի, ավելի լավ սովորեցի, ասեմ, որովհետև այն որ գործերդ արդեն վերջացրել ես, բան չկա անելու, սիրուն քո համար դուս ես գալի վիդեո անելու։ Ժողովուրդ այսօր շատ կոմենտներ են եկել, բավականին շատ։ Մեր վերջի մի քանի վիդեոների ընթացքում վիդեոների տակ մարդիկ շատ կոմենտներ են թողել։ Այստեղ շատ հարբած երիտասարդությունը այստեղ հարբած շատ է։ Ասա կտենեք մի քիչ գնանք։ Մի խոսքով, կոմենտներ են շատ գրել, հիմնականում այդ երկրից դուրս գալու, ապրելու։ Մի մասը գրում է ինչի եք երկրից դուրս գալիս, մնացեք ձեր երկրում։ Մի մասը գրում է որ գնացել եք ոչինչ, հետ եկեք ձեր հայրենիքը շենացրեք։ Մյուս մասը գրում է գան ինչ անեն։ Հենց նոր վերցնում էի որ վիդեո անեի։ Մի հատ աղջիկ, եթե չեմ սխալվում, Լենա անունով գրել էր, որ հետևորդներից էլի մեր թե նոր դարձավ հետևորդը չիմացա, որովհետև հենց մտավ մի հետևորդ ավելացավ։ Հարբած ժողովուրդը։ Լենան գրել էր գան ինչ անեն, գան իրար ուտեն։ Կարա չէ, նե ժողովուրդ, գանք միտեղ հավաքվենք ու իրար ուտենք, ինչքան տարբեր մանավանդ մարդիկ, որ դրսում են ապրել, Ռուսաստանում են ապրել, Եվրոպայում են ապրել, Ամերիկայում են ապրել, պատկերացրեք այդ տարբեր մարդիկ արդեն իրենց բնավորությունը, մշակույթը արդեն վերցրած, գան ու միտեղ ապրեն, տարբեր
մշակույթի մարդիկ։ Ստացվում է տենց էլ, եթե մարդը 25-30 տարի, եթե մարդը ծնվել է այդտեղ ապրում է, այսինքն մարդը լրիվ վերցնում է այդ ազգի մշակույթը, ամեն ինչը, սովորությունները եւ այլն եւ այլն։ Ու գան միտեղ ապրեն, պատկերացնում եք ինչ կկատարվի մեր երկրում, մեր երկրի վիճակը։ Կարող է ավելի լավ լինի, չենք կարող ասենք, բայց ամենայն դեպս կարծիքները շատ են։ Մարդ կար ասում էր, դե որ գնացել եք, էլ հետ չգաք։ Չգիտեմ, էլ հետ չգաք ասում էր։ Մենք ձեզ ուրախ չենք։ Արդյոք կարելի է հասկանալ, որ մեզ ուրախ չի։ Մարդը չի կարում գա, ասում է սխալ է գնալը։ Մարդը կարում է գա, բայց ինքը տենց են, որ հայրենասեր մարդը չի դուրս գա կյանքում, դուրս չի գա։ Տենց մարդիկ է կան, որ կարդում ես, հասկանում ես մարդկանց տարիքը, մոտորապես մարդկանց բնավորությունը, կոմենտներով հասկանում ես ինչ մարդիկ են, վատ կոմենտներ չի եղել, շատ լավ է։ Այսքան կոմենտներ գրեցին, մոտ մի 500 կոմենտ է եկել ընդամենը 2 օրվա մեջ։ Մի քանի վիդեոյի վերաբերյալ, մի քանի վիդեոների տակ, բայց ոչ մի վատ կոմենտ չի եղել, սա կոմենտներն է շատ առողջ, շատ նորմալ, 1000-ից մեկ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան գրած լինի, բայց էլի վատ չի գրել, պրոստեն որ մտածում ես իրականությունից շատ հեռու էլ։ Մի քիչ իրար հետ վիճեցին, կոմենտ գրողները ասես բացում ես, տենում ես իրար հետ վիճում են, նույն կոմենտի տակ չես, թաքնվածա չի երևում, բայց բացում ես, տենում ես այնտեղ արուն է թափում։ Կռվում են, վիճում են, բայց դա հիմա մարդ են։ Դա էլ է պատահում։ Մարդիկ կային, չգիտեմ, կարդացել եք, եթե ինչ-որ մեկը կարդացած կլինի վիդեոները, տեսած կլինեք, թե ինչքան մարդիկ են։ Միշտ որ ասում եմ մարդիկ կան հետ են գնում բան, ասում եմ դες մարդիկ չկան որ գնում են հետ, բա որ գալիս են խեն գնում հետ բան։ Մենք ոնց որ նույն տեղ եկանք, չկա տես մարդ որ գնա գա հետ, բա որ տես վատախիչ է գալիս բան։ Հիմա դուք տեսաք կոմենտներից, եթե կոմենտները չեք տեսել, մի հատ մտեք, խնդրում եմ կարդացեք։ Տեսեք ինչքան մարդ է գնացել հետ Հայաստան։ Մի թող տպավորություն չստացվի, որ ես ուզում եմ, որ չեմ ուզում, որ ինչ-որ մեկը գա, ինչ-որ մեկը դու, չեմ ուզի, որ գա, ես էլ չէի ուզի, որ գա, իհարկե թող լավ լիներ, կամ ինչ-որ ինձ ավելի բարենպաստ պայմաններ լիներ, այդտեղ ես չգայի։ Բայց դուք տեսաք ինչքան մարդիկ կային, որ Եվրոպայում ապրել էին, Մոսկվայում ապրել էին, Ռուսաստանում, Ամերիկայում ապրել էին ու վերջ եկել էին հետ Հայաստանում էին ապրել։ Շատ մարդիկ, ես էլ չէի սպասում։ Մարդիկ կային ամբողջ աշխարհում էին պատտվել, չգիտեմ, պատկերացրեք ինչքան ժամանակ մարդ կծախսի ու պատկերացրեք ամեն երկրում գնալուց մի տարի, 2 տարի, 3 տարի ապրես, տանջվելով ես ապրում, այնտեղ աշխատում ես, ապրում ես, փորձում ես թուղթ ձեռք բերել չի լինում, գնում ես այնտեղ ապրում ես, աշխատում ես, փորձում ես թուղթ ձեռք բերել չի լինում, այդ ընթացքում լեզու, դժվարություններ չի լինում, տանջվելով մի 15 տարի, 20 տարի կորցրել է երկյանքից, որ գնացել է հետ Հայաստան։ Հիմա այս ինչ են արել ժողովուրդը նայեք լա։ Երկու խմած, հարբած, կիսահարբած մարդ եկել էսի վառել են, նայեք, կարող որ տոն է, նայեք, քանի որ տոն է, ահմի ես կրակը, մարդ չգիտի հանգցնի թե չհանգցնի, լավ ոնց, հանգցնենք, հələ մի վարկյան սենց ինչ-որ փորձենք, սյո, վերջ, տենում եք, հանգցրեցինք, փրկեցինք քաղաքը, փրկեցինք հրդեհներից, վերջ, կրակ չկա էլ, մի քանի հարբած, կիսահարբած մարդիկ գալիս են վառում են ու գնում են հիմնականում ջահելները, այստեղի ջահելները, հարբած ջահելները մի հատ ուրիշ պատմություն են։ Նոր խմբով գալիս են հարբած վերջ։ Մի խոսքով ինչ է ուզում ասի, մարդիկ այդքան տարիներ տարբեր երկրներով
ապրում են, վերջում գալիս են էլի իրանց երկիր։ Մարդկա ուրիշ երկրում ավելի լավ ապրում, գնում է ու լավ հարմարվում է, իր տեղը գտնում է ու ապրում է, միանշանակ չի, որ մարդը պետք է գնա ու դուրը չգա գա հետ, այսքան որ խոսում ենք, ոչի նշանակում է։ Մարդկա եկել է շատ լավ ապրում է, շատ գոհ է ու երբեք չի գնա հետ Հայաստան, չէ՞։ Բայց մարդը չի հարմարվում, գիտեք հիմնականում ովքեր չեն հարմարվում, տենց որ երկրից երկիր են փոխում նամանավանդ, այն մարդիկ ովքեր որ ուզում են որ ապրեն աշխարհի ամենալավ տեղը, աշխարհի ամենալավ քաղաքում, աշխարհի ամենալավ երկրում ու այդ աշխարհի ամենալավ երկրի քաղաքում, այդ քաղաքի ամենալավ թաղամասում, հետո ամենալավ տան մեջ ապրեն, այդ մարդիկ երբեք իրանց տեղը չեն գտնում, որովհետև հասկանում են, որ ամենալավ տեղ չկա։ Ամենալավ տեղը ընդ է, որտեղ դու քեզ լավ ես զգում։ Եթե դու քեզ լավ ես զգում, դա ամենալավ տեղն է։ Ինչ արհեստանոցը։ Մարդիկ կան, մենք լսում ենք ստեղից գնում են Կանադայից բողոքում են, գնում են Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներից բողոքում են Շվեյցարիայից բողոքում են, ստեղից շատ գնում են Բելգիայից բողոքում են, բայց նույն հաջողությամբ նաև մարդիկ կան, որ գնում են չեն բողոքում, շատ անհատական է։ Ժողովուրդ, եթե դու քեզ լավ ես զգում քո երկրում, ապրի քո երկրում։ Եթե մտածում ես, որ ուրիշ տեղ ավելի լավ կզգաս, ապրի ուրիշ տեղ։ Մի անգամ ես ապրում, ուղղակի այդ զգալը մի քիչ հարաբերական է, մի քիչ է պետք է հաշվարկներ արվի, մի քիչ է պետք է իմանաս ոնց անես, ինչ անես, գնում ես, ուր ես գնում, խի ես գնում, լավ կլինի թե չէ։ Միտքը է դա։ Ամեն երկրում էլ արտագաղթ կա, ամեն երկրում, ստեղից էլ են գնում, Գերմանիայից էլ են գնում, ստեղից գնում են Գերմանիայից գալիս են ստեղ, Ֆրանսիա են գնում, Ֆրանսիայից գալիս են ստեղ, ամեն տեղ էլ գնում գալիս են, ես չէ որ մենակ մեր երկրում է, որտեվ կոմենտների մեջ գրում ենք, դե քոչ որ ցեղ ենք, գնում ենք, ես ենք անում անդադ քոչում ենք ստիծնդե։ Մենք ավելի շատ կարող է քոչած լինենք, որովհետև մեր երկիրը շատ տանջանքներ է տեսել, մեր երկիրը շատ ավելի շատ է տանջվել, քան օրինակ, ասենք, չգիտեմ, եվրոպական որոշ երկրներ։ Որովհետև մենք տեսել ենք պատերազմ, մենք տեսել ենք սովետ տարիներ, մենք տեսել ենք, չգիտեմ, շատ բարդ է եղել ու մարդիկ այն ժամանակ նամանավանդ, երբ որ Եվրոպան շատ ավելի լավ վիճակում էր, իսկ Հայաստանը շատ ավելի վատ, բնականաբար մարդկանց ինչքան շատ է քաշել Եվրոպա գնան, Ամերիկա, դաժե Ռուսաստանում է շատ ավելի լավ, քան Հայաստանում։ Բայց հիմա ժողովուրդ, ես մի անգամ եմ ասում, հիմա Հայաստանի վիճակը այն ժամանակների համեմատաբար ինձ թվում է, ես կարող սխալվում եմ, կարող ավելի վատ է, բայց ինձ թվում է մարդկանց ապրելու մակարդակը մի քիչ ավելի բարձրացել է, իսկ Եվրոպայում ավելի ընկել է։ Կարող է եւ չէ։ Չգիտեմ։ Ամենայն դեպս տարբերությունն էլ այտենց մեծ չի, ոնց որ առաջ էր։ Առաջ մարդիկ ասում էին, ստեղ եթե դաժե Վարչով են ապրել, եթե անգամ Վարչով են ապրել, աշխատող մարդը հացի խնդիր չի ունեցել ինքը։ Իսկ հիմի այդ խնդիրը կա, հիմի օր-օրի ամեն ինչ թանկանում է, օր-օրի վրա։ Դու կարող ես գնաս շուկա, սուպերմարկետ ու տենաս երեք ուրիշ գիներ, այսօր ուրիշ գինա, խոսքի ձուն, կարակը, ամենաառաջի օգտագործվող բաները կամ չգիտեմ, շատ շուշուտ է կատարվում այդ թանկացումները, այդ փոփոխությունները, ասածս դա է։ Հայաստանում էլ է գիները բարձրանում, Հայաստանում էլ է թանկանում ամեն ինչ, բայց ես դրա համար եմ ասում, որ ամեն տեղ է տենց, որտեղ մարդիկ չմտածեն հանկարծ, որ այդ բարդությունները, այդ թանկացումները մենակ մեր երկրում են։ Չգիտեմ, ժողովուրդ, շատ մեղք են մարդիկ, ովքեր որ
նոր են գալիս, ցանկացած մարդ, կապ չունի ինչ վիճակով է գալիս, եթե գալիս է մարդը մշտական ապրիլ չի կարա գնա հետ, ես չեմ ասում, որ մարդիկ գալիս են, ասենք միլիոններ են դնում, այդ մարդկանց մասին չի խոսքը, սովորական հասարակ մարդկանց մասին է խոսքը, ովքեր որ գալիս են, որ ապրեն, ու մշտական որ մնան, իրանք շատ մեղք են, որտեվ այդ նոր որ լսում ենք մի ոք եկել է նոր, ասենք կամ ինչ-որ ընտանիք է եկել նոր, քո ապրած այդ ամեն ինչը լրիվ գալիս է աշկիտ առաջով ու հասկանում ես, որ այդ մարդը այդ ամեն ինչով էլի եթե ոչ նույն ձևի, բայց նման պետք է անցնի, նման ինչ-որ բան պետք է անցնի, կարող ավելի դժվար լինի, կարող ավելի հեշտ լինի, բայց նման է շատ, բոլորի պատմություններն էլ տարբեր են, բայց շատ իրար նման են։ Ու մտածում ես այդ մարդը այդքան ժամանակ պետք է անցնի, պետք է տենց այդ դժվարություններով գնա, բայց այդ դժվարություններն էլ նայած ինքը ոնց է տրամադրված այդ երկրի կամ իր կյանքը փոխելու հետ ինքը տրամադրված է այնպես, որ ինչ ուզում ալնի պետք է գնանք ու մնանք, այդ մարդը այդ փորձությունները կանցնի, եթե չէ, ուրեմն շատ մարդկանց պես կանցնի ինչ-որ մի ժամանակ ու ինքը կվերադառնա հետ Հայաստան։ Հետո շատ ժամանակ ես ասեմ, գնում են Հայաստան հետ, ասում են գնում ենք մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը, որովհետև կարոտել են, անցնում է մի տարի, տարուկես, 2 տարի, ասում են գնում ենք մեր հայրենիքը, որովհետև կարոտում են պայտակ, գնում են 10-15 օր անցնում է, մի ամիս ու կես, 2 ամիս անցնում, ասում են արա ինչի եկանք, ինչի համար եկանք, այնտեղ սենց էր, այնտեղ նենց էր, այնտեղ սենց բաներ կար, այնտեղ սենց են անում, մենք սենց են կարում անենք, այստեղ չկա, այստեղ չենք կարում անենք, այստեղ ինչ մարդիկ են, չէ՞, այդ տարբերակն է կա, որ մարդը գնում է, գալիս է այստեղ, փոշմանում է, գնում է հետ, ասում է խի եկա, բայց էլ չի կարա գա հետ, որտեղ ամեն ինչ խախտած է, վիզայի ժամկետով, բանիկ եկել է, հանձնվել է եւ այլն, բայց կիսա թողել հələ գնացել է մարդը։ Ու այդքան բան ծախսելով էլի մի պատկերացրա, այդ մարդը էլի գնացել է ու էլի փոշմանում է։ Բայց էլ չի կարում գա հետ։ Դրա համար ոչինչ, թողես մի քանի վիդեո նվիրված լինի այդ պահերին, այդ մարդիկ, որ այն մարդկանց, ովքեր որ նորով որոշում են գան, կարող է հիմա Իսպանիան մեր վիդեոն նայում է մեկը, որ ուզում է ելնի գա Իսպանիա։ Ամեն դեպքում մարդիկ չեն հավատալու, չեն պատկերացնելու, միջև չգան իրենց աչքով չտենան, բայց ինչ որ թեթև, ինչ որ բան կարա դերակատարություն կարա ունենա էլի մեր ասած, ինչ որ բանի նկատի ունենան, որ գալուց առաջ ավելի պատրաստված լինեն եւ այլն։ Ես մի անգամ մի քանի վիդեո առաջ ասացի, եթե ինչ որ հարցեր լինում են, կարաք գրեք իմ WhatsApp-ի էջին, WhatsApp-ի համարին, WhatsApp կամ Viber, իմ WhatsApp կամ Viber համարը դրված է իմ էջում, չգիտեմ ոնց է կոչվում, որի մեջ մտնեք, հենց իմ էջում մտնեք, մի անգամից երևալու է։ Համարը կարաք գրեք, եթե տեսնենք, եթե ինչ-որ բանով կարամ խորհուրդ տամ կամ ինչ-որ փաստաբանների հետ կապեմ ձեզ, կարողանաք խոսակ ռուս փաստաբանների, որ կարողանաք խոսակ, ինչ-որ խորհուրդ հարցնեք կամ ինչ-որ եւ այլն, կամ ինչ-որ փաստաբանական ծառայություններ ուզենաք, գրեք, կփորձեմ ինչով կարամ օգնեմ, բայց մենակ ժողովուրդ, եթե լուրջ ինչ-որ մի բան կա, գրեք, ուղղակի տենց հարցնենք, տնանք ինչա ոնց է, տենց բաների համար կարաք կոմենտում գրեք, եթե կարամ կպատասխանեմ։ Եթե մարդը լուրջ տրամադրվել է, որ պետք է գա կամ չգիտեմ, ինչ-որ հարցեր ունի շատ կոնկրետ, կարաք գրեք իմ WhatsApp կամ Viber համարին։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսօր այսքանը, ինչ ասեմ, լավ եղեք, լավ մնացեք, եթե դուս են գալիս ուրիշ երկիր շատ լավ կլինի, շատ ցանկալի կլինի, որ դուրս գանք մենակ տուրիստի կարգավիճակով,
Բայց դե հիմա ամեն ինչ էլ պատահում է։ Նորմալ է, դա շատ երբ որ մարդիկ իրենց երկրից երկիր են փոխում։ Ով կմտածեր մի օր, որ ռուսները կհելեն գան մի օր Հայաստան։ Չնայած ասում են ռուս չի մնացել շատ, բայց դե ինչքան որ մնացել է։ Ասված է մեր երկիրը այնքան լավ լինի, այնքան լավ վիճակում լինի, որ մեր անձնագիրը ստանալու համար մարդիկ շատ մեծ գումարներ ծախսեն, շատ բարդ քննություններ տան, ոնց որ շատ երկրներում է։ Ու դեռ չստանան, ասենց ասեմ։ Ոչ թե մենք գնանք ուրիշ երկրներ, այլ մարդիկ գան մեր երկիր, ասածս դա է։ Եվ ապրելու եւ աշխատելու նպատակով։ Մեր երկիրը գնալով մեծանա, շենանա, որ մարդկանց ապրելու տեղ լինի։ Մի օր էս ամբողջ սփյուռքը ասենց հավաքվի ու գա մտնի մեր երկիր։ Մեր երկիր։ Դե, ոնց որ ասում են, ավարտեցինք մեր այսօրվա հաղորդումը, թողարկումը։ Լավ մնացեք, լավ կացեք, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։